նախանձ մարդու, չկամի, անգրագետի, առանց բանակի ծառայելու, առանց բարձրագույն կրթության մարդու, որը խելացի մարդկանց հետ հաշվեհարդար է տեսնում։ Կոնկրետ ինքը Արա Ռոստոմյանը իմ բախտակիցն է, այսպես ասած։ Իր տղան էլ զոհվել, իմ տղան հերոսաբար զոհվել են։ Ոչ մի բան չի արել։ Ամեն ինչի մեջ ինքը վախ է տեսնում, վախ կոտա սրիկայա, բռնած Փաշինյանի մասին է խոսքը։ Այո, անպայման, իրա խմբի հետ, եթե ես ասում եմ, իմիջիալոց ես որոշել եմ Փաշինյան չասեմ, ոչ լոտ ասեմ, եթե ասեմ ոչ լոտ, թող այնց բռնի տանի, որ դվածեղի համար, մարդ է բռնում, Նիկոլ դու ոչ լոտ ես։ Դու կեղտոտ ես, դու անլվա ես, կնկանըտ քո տան պատերով հանդերձ, դե գնա ինձ բռնի տան, հերոսի մայր եմ, նամուս ճակատս բաց նամուսով, քո նման գող չեմ, ավազակ չեմ, խարդախ չեմ, բռնած Կաթղիկոսից, իրագործը Կաթղիկոսի չի, ինքը ուզում է մեզ մահմեդականացնի, իրագործը մի մարդը չի, Կաթղիկոսը չի, կամ սրբազանները չեն, ինքը ուզում է մահմեդականություն մտցնի, հայ ժողովուրդ արթնացեք 1000 անգամ ասել եմ, իրագործը, որ Հայաստանը հանձնի թուրքերին, Հայաստանը բռնի հանձնի թուրքերին, մահմեդականացնի ու ինքը միջև այդ 2010 թվականին, որ ժողովուրդին խաբեց, կոտրի են ձերքը 700,000 ժողովուրդի ձերքը, որ ընտրեցին ես գժին, հլա խաբվեցին, ասենք այդ անգամ խաբվեցին, խաբեց, բախի ես չխաբվեցի, երկրորդ անգամ կոտրվի 21 թվականին, որ 21 թվականին տեսնելով, որ Արցախը հանձնել է 500,000 մեր սերուցքը, մեր ազգի սերուցքը, ոսկե սերուցքը Եռաբլուրում հողին հանձնեց, դրանից հետո Նիկոլ ընտրեց, ես թքեմ են ազգի վրա, թքեմ Նիկոլի վրա, Նիկոլը իր երեխեքները չտեսնի, ոնց որ ես չեմ տեսել, Եմ որ բոլորի մարդկա 3 հոգի բանա տեսել, 3 զոհ ունի, 2 տղան ամուսինը, եմ որ Արցախը հանձնեց դրախտային, Արցախը սուրբ հող է, Արցախը հասարակ հող չի, Արցախը ի վերուստ է, եթե մենք վերցրել ենք նոյիցը նոյն ամեր տվել, որ նա դրախտային Արցախը հանձնել է, նա լավ օր չտեսնի, Նիկոլ լավ օր չտեսնես, Աստված քեզ պատժի ամենադաշան պատիժով, ամենազզվելի պատիժով, դու կյանքում լավ օր չտեսնես, գետինը մտնես, հայ ժողովուրդ արթնացեք, ամեն մի բան եմ ուզում ասել, ամոթ մեր բոլոր ինտելիգենտներին, մենք ինտելիգենցիա չունենք, մեր ինտելիգենցիան բանի տակ, պատերին տակ նստող, բեսեդկաների տակ նստող բիձեքը նրանցից ավելի խելոք են, հանձինս մի քանիսին նշել, ինտելիգենտ չի, ամեն առաջինը ասեմ, Մանսուրյանը, Ռուբեն Մանսուրյան անուն ինչա, Տիգրան Մանսուրյան, ամոթ քեզ լինելով դու ցեղասպանության զոհ մի օր վախեցիր, ինչից ես վախենում այդ բիձա, այդ բեսեդկի տակի բիձա, ինչի չէ ժող դուրս գալիս, դու լինելով գաղթական, ինչի չես բողոքում, որ ծիծեռնակաբերդ են քանդում, ես էլ պիտի ասեմ, տեղին չի, բայց պիտի ասեմ, ծիծեռնակաբերդ են քանդում, Ռուբեն Մաթևոսյան թքեմ բրետ, եմ որ ձախորդ օրերս երկում, մի հատ գայր Եռաբլուրում մի հատ ձախորդ օրեր երկեիր, ասում
ես մեծ մարդ եմ, ես գործ չեմ անում։ Աշոտ Ղազարյան, թքեմ վրետ անեկդոտ ես պատմում, հիմար, դուք ինտելիգենտ եք, ասեմ, դուք պատիտակի բիձեք եք, մենք ինտելիգենտ չաչնենք, Հենրիկ Հովյանեսյան, թքեմ վրետ, հերոսի մարեմ, լավ եմ անում, իմ տղան հերոսաբար զոհվել այս հայրենիքի համար, դու զոհ չունես, բոլորին տեղավորել ես, բոլորին ուղարկել ես արտասահման, ընդեղ չուտեն, չվայել եք, ինչ։ Են որ ռեքվիեմ ես գրել, ես քո ռեքվիեմը չեմ լսել, որովհետև դու տարել ես Գերմանիայում ես ռեքվիեմը ցույց տվել, ես Հայաստանում չեմ լսել, որովհետև դու հայրենասեր չես, դու գաղթական լինելով հանդերձ, մի օր դուրս չեկարի ժողովրդի մի բան ասել, թքեմ բոլոր գիտնականների, թքեմ բոլոր ինտելիգենտների, բացառություններ, թող ով տենց չնեղանա, ես ասել եմ, հանձինս ամենաշատը Տիգրան Մանսուրյանի վրա, այ պիծեք, այ ձեր գիտությունը ինձ հեչ պետք չի, ես ձեր են երաբլուրի տղերքի մի մազը մի եղունգը ձեր գլխի հետ չեմ փոխի, թե միջև հիմա հարգում էի, դուք հարգանքի արժանի չեք, հայ ժողովուրդը կործանվում է, ինչ ունես կորցնելու, Չեքիջյանա ձբիլա, իմ Չեքիջյանա, դու ով ես, այդ տական, աշխարի բեմերը գրավել ես, ինչի չես դուրս գալիս երկու բառ ասես, դու էլ ես, բոլորը թրքացել են, ասում եմ, Չեքիջյան, Տիգրան Մանսուրյան, Աշոտ Ղազարյան, Ռուբեն Մանթևոսյան, դուք մարդ չեք, դուք բեսետքի տակի բամբասող բիձեքը ձեզանից մակարդակով են, դուք հայ ժողովրդի թշնամին եք, վախկոտ շներ, թքեմ ձեր արվեստի վրա էլ, ձեր նամուսի վրա էլ, բավոր Ֆրունզը սաղ լիներ, Սոս Սարգսյանը սաղ լիներ, Սեսկը լիներ, նրանց ոտի տակի հողը չարժեք, դուք անարժան հայեր եք, թքեմ ձեր վրեն, ձեր եկատ, դուք պիտիմ զոհվեիք, մեկ էլ ասեմ, դուք ասել եմ, էլի պիտի ասեմ, դուք հիշեք 1915 թվականին Ստամբուլի Թաքսիմ հրապարակը, հունիսի 15-ը 250 մտավորականների, որոնք զոհվեցին, ընդեղ կար մեր Սիամանթո, Դանիել Վարոժան, Գրիգոր Զոհրաբ, Ռուբեն Սևակ, նրանց մազը չարժեք, որ Գրիգոր Զոհրաբի գլուխը ջարդել են, ձեզ վաբշե ստատկացնելու են ու արժանի եք, թքեմ նորից, թքեմ երիտս, թքեմ ձեր վրեն, գնացեք որտեղ ձերը ասեք, ընդեղ էլ ասեք, ծախքուն Արցախը ծախում են, մեր գերիները ընդեղ բան են անում, մարդիկ արտասահմանցին ուզում է մեր գերիներին ազատած լինել, արտասահմանցին ուզում է, միջամտի, որ մեր գերիներին ազատեն, ոչ մեկը մի բար չի ասում, դրա համար ասում եմ, գերիների կողմից, իմ կողմից, Եռաբլուրում պարկած են, ամեն մի գյուղում, ամեն մի քաղաքում Պանթեոն կա, 5000 ենք ասում պրծնում, 5000 չի, մենք շատ զոհեր ունենք, բոլորի կողմից, բոլոր ծնողների կողմից ես անիծում եմ դուք, անիծվեք դուք, լավ որ չտեսնեք, մեր ինտելիգենցիա, ովքեր հայ ժողովրդին չեք բաշխանում, խնդրում եմ, նորից խնդրեմ, ուղիղ եթեր տվեք, խնդրում եմ բարդ բան չանեք, որովհետև իրանք արժանի եք, ասում եմ, նորից եմ ասում, ամենաշատը, են մեկին մոռացան, Ամիր Խանյան այ զբիլա, այ գրագող,
գրագող, նա էլ ավանանում, դուք գրագողներ չեք, դուք մարդիկ եք, ոնց որ դուք Եղիշե Չարենցի, Աքսել Բակոնցի և մնացածների եղունգը չարվեք, նրանք պատվով մահացան, դուք անպատիվ սատկելու եք, որ ժամանակը գաս սատկեք, ես ես սաղ լինեմ, ես բողոքելու եմ, որ դուք պանթեոնու չթաղնեք, դուք պիտի շանյորում սատկեք, Նիկոլի հետ, թքեմ ձեր վրա, գնացեք, գալիս են ամես, ստեղ փող աշխատում, տանում Ամերիկա, ուտում գալիս, են անուն ինչա Զախարութ է զբիլես են, ոչավորի անուն ինչա են, թաթա, թքեմ ձեր աշխատացի վրա, բարձի տակ ուտեք դուք, բարձի տակ, դեղի տակ, քիմիայի տակ, բժշկի տակ, ստեղ աշխատած փողերը, որ գալիս եք զուրան դհոլով, են էլ եկ, Հունիս սեպտեմբերի 13-ին, որ բանի պատերազմի օրը, Ջերմիկու պատերազմի օրը, քեֆուր ախություն են անում, ես են մեր տանը լացում եմ, ինչի այդ տականքներ, չէի կարա մի օր ուշ, ինչ պատերազմը բրծելա, քեֆը որ անում են, ուրախությունա որ անում են, չգիտեմ, էլ գինու փառատոն, էլ ինչեր, հերիք չի այդ տականքներ, մի գիշ ձեզ ինչ ուզում անում է, ասում եմ, քիմիայի տակ հետ փողերը, դեղի տակ, բարձի տակ ուտեք, ինչ անեք, ասեք սա մեր արածնա մեր առաջնագալը, ձեր 7 պորտին անիծում եմ, միջև կյանքները դվերջը տարապեք, հանձինս մեր ինտելիգենցիայի, ով տնի դուր չի գեգել, սեղ բոլորը հասարակ մարդիկ, հիշեք, որ մենք համախմբվում ենք, կարողանում ենք մի բան անել, մենք ունեցել ենք Զեյթունի ճակատամարտ, հաղթել ենք, մենք ունել ենք Վանի ճակատամարտ, հաղթել ենք, Արամ Մանուկյան ենք ունեցել, հաղթել ենք, ունել ենք Ղարաբաղյան առաջի պատերազմ, հաղթել ենք, այսօրվա օրը գնում են Լեոնիդ Ազգազյանի բանն է պղծում, արձանն է պղծում, բա դուք հայ եք, դու որ ղեկավար լինես, սեզ չլինի, մեկ էլ հայերս իրար են կոտորում, անկարգությունից է, միտես ինչքան բան բերել, թուրք կանգնեց էստե, սրանք թուրքեր են, աղդամից եկած թուրքեր են, ուզմա նեղանան, ուզմա չնեղանան, թքյացուն են ու ոստիկանների մասին է խոսքը։ Այո, բոլոր ոստիկանները աղդամից եկած թուրքեր են, Ալիևից, Նիկոլ, ես քեզ ասել եմ, ես, դու որ ձվածեղի համար մարդ ես նստացում, առաջինը դու պիտի նստեիր այդ տականք, բախի դու ձվածեղ անես ու տեսնա չանի, տնազը տարելա լավ արել, ես էլ եմ քեզ տնազ անում, այ ոչ լոտ, որ քեզ քորում ես, քեզ պիտըտ խանջում ես, դե արին ձել բրնի, կնի կտել օթում ոչ լասատ կացնում, այ կեղտոտներ, էլ ինչ ասեմ ձեզ որ բան լինի, դուք հայա ժողովուրդի արժանի չեք, ես աստծոտ ստեղծած ազգը, ամեն ազգ մեզ ամենալավ բաներն ասում, ես տականքը մեզ որտեղ գնում է կսած, այ կսած շուն, Թուրքիա առաջ կսում ես, Ալիև ովա որ կսում է, ուզում է Կաթողիկոսին հանի, առհակ Կաթողիկոսին կհանես, ոտերը կուտես, նախկինների ոտերը կրծես, են, որ 30 տարի խաղաղ ապրել ենք, նախկինների շնորհիվ է, նախկինը երկիրը ազատագրել, նախկինը հայրենիքը ազատագրել, 30 տարի հանգիստ ապրել ենք, դու եկար հանձնեցիր Թուրքին, Ալիևի տակ կզեցիր, հիմա էլ ուզում ես Կաթողիկոսին հանես, ասում եմ, առհակ Կաթողիկոսին կհանես, բերել եմ մի հատ մոլլա նստացնի, ես հաստատ գիտեմ, ստե սրբության սրբոց գործնա, ստե ոչ Կաթողիկոսյանը, նա ոչ Կտրիչներսիսյանն, հլա ձերքն էլ հասնում է Եզրասի եպիսկոպոսին, խոյինա դու Պուտինը Եզրասի եպիսկոպոսին մի լավ
նվեր տվեց, Ալեքսանդր Նևսկու նշանս տվեց, ամենաբարձր նշանն տվեց, դե գնամ դեռ այ կուզիկ շուն, այ անգրագետ շուն, այ ոչ լոչ շուն, երեխեքից նորից եմ ասում, խերջը տեսնես, թորան թուշ չպաչես, ես գոնե 4 թող ուրնեմ, իմ տղան էլ հերոսաբար զոհվելա, տեղս էլ գիտես, ապրում եմ 5-րդ մասիվում, հերոս էլ մայր եմ, արի բռնի տար, էլի չասեմ, հարց տվեք ասեմ։ Շնորհակալ ենք Տիկին Լիդա, շնորհակալ ենք ձեր անկես խոսքի համար։ Մենք ուղիղ եթերում ենք, նշեմ, որ քիչ առաջ ձեր խոսքը ուղիղ եթերով հետևում էին հազարավոր մեր հայրենակիցներ։ Շնորհակալ ենք եւս Երկու տարել արտասահմանցի